Տիկին նախարար շատ գեղեցիկ ներկայացրեցիք, ես էլ ուրախացա, բայց իրականությունը մի փոքր այլ է, էլի, որ վառ գույներով ներկայացնում եք բան, ես կուզեի օրինակ ասեիք ագրարային համալսարանը քանի ուսանող է տվել մեր երկրին, այդ խայտառակ պատկերը որ կա, որ մասնագետներ չունենք, գյուղատնտեսներ չունենք, անասնաբուժներ չունենք, անասնաբույժ ժամանակը չի երիք, էլի թվում է ամեն ինչը, ու նայում ես դիմող էլ չկա, հետաքրություն էլ չկա, ուզում եմ դրա մասին մի երկու բառ խոսեք, ասեք, քանի որ ես կոնկրետ հանձնաժողով եմ ներկայացնում ու մարզերից էլ այդ խնդիրները գալիս է, ու ամեն անգամ ես հարցը ասում ենք, պատասխանները չենք ստանում, ու հետո ասում ենք, մեր գյուղատնտեսությունը պիտի զարգանա, ոնց է զարգանալու այդ գյուղատնտեսությունը, եթե մասնագետներ չի տալիս։ Երբ որ այն գյուղացին մնում է առանց անասնաբուժի եւ այդ պարտականությունները, չգիտեմ, ով է կատարում։ Ու սենց էլի բավականին լուրջ հարցեր կան այդ ոլորտում, ժամանակս չի թվի ասեմ, եւ հաջորդ հարցը էլ հետեւյալն է, էլի, այս երեխաները ուրախացան, որ նոր սանհանգույց են ունենալու, ծափահարեցին էլ, բայց բավականին լուրջ խնդիրներ կան, որ այդ 300 դպրոցից բացի այդ, որ ընդգրկված է այդ նոր, որ պիտի կառուցվի բան, այդ խնդիրները դպրոցների շատ արագ եւ օպերատիվ լուծման կարիք ունի։ Ես կուզեմ դուք ոչ միայն ընդդիմադիր падգամավորների հարցերին տենց շուտ արձագանքեք, ասեք, որ տեսեք գնացին, տեսան, խնդիրը բարձրացին, մի քիչ այդ ընդդիմադիրներն էլ, որ հարցեր են բարձրացնում, խնդրում եմ այդ հարցերին էլ, էլի, տենց օպերատիվ եւ նաեւ հետեւողական արձագանքեք։ Պարոն Դանելյան, կարծում եմ, որ պետական մարմնի օպերատիվ եւ հետեւողական արձագանքը պիտի կապ չունենա այն փաստի հետ, թե ով է դիմողը, դա պետական մարմնի պարտավորությունն է, հետեւաբար ձեր ենթատեքստը ուղղակի հասկանալի չի ինձ, ինչ վերաբերում է դպրոցների շուրջ աշխատանքին, կառավարության զեկույցը հրապարակվեց այս տարի, մենք հատուկ այս տարի ընդգրկել էինք նաև այդ ցուցանիշը, որպեսզի պարզ դառնա, որ մենք ոչ միայն աշխատում ենք 300 դպրոցների ուղղությամբ, այլ մեր ուշադրությունը բոլոր դպրոցների ուղղությամբ է եւ զեկույցը, որ բացեք, այնտեղ մի ցուցանիշ կա գրված, որ մենք նախորդ տարի շուրջ 500 դպրոցում 800 միլիոն դրամի չափով աշխատանքներ ենք արել եւ սա ցույց է տալիս, մենք ունենք 1400 դպրոց։ Եվ սա ցույց է տալիս, որ մեր դպրոցական համակարգի գերակշիռ մեծամասնությունը նախորդ տարի պետական աջակցություն է ունեցել կապիտալ որևէ խնդիր լուծելու։ Իհարկե այն դպրոցները, որոնք որ դպրոցաշինության ծրագրում են, այդտեղ մենք անում ենք ամբողջական աշխատանք, բայց բոլոր մյուս դպրոցներն էլ մեր ուշադրության տակ են, եւ ես պատասխանելով նախորդ հարցին նշեցի, որ հատուկ մեխանիզմ ունենք արագ արձագանքման ֆոնդ։ Եթե որևէ դպրոց ունի հրատապ կարիք, հիմա օրինակ վերջին օրերին այդ տեղի ունեցած քամու եւ պտտահողմի պատճառով ապարանում 3 դպրոց ունենք, որոնց տանիքները վնասվել են։ Բնականաբար այդ տանիքների ուղղությամբ հատկացումներ են արվելու եւ այդ խնդիրները լուծվելու են։ Մենք ամեն նման դեպքից հետո երևի պիտի գանք եւ ասենք, այ գիտեք, ապարանի այս դպրոցի տանիքը նորոգեցինք, բայց մենք գերադասում ենք այդ աշխատանքը անել, մարդիկ գնան եւ այդ պայմաններում իրենց աշխատանքն ու կրթությունը իրականացնեն, ոչ թե ամեն օր տարփողենք այն աշխատանքի մասին, որը մեր գործի մասն է։ Ինչ վերաբերում է ագրարային համալսարանին, ես կարծես հենց իմ խոսքի մեջ նշեցի, որ բարձրագույն կրթության համակարգում գերակա ուղղություններով կրթաթոշակ ենք դրել եւ նախորդ տարի այդ ուղղություններով գերակա մասնագիտություններով 220 ուսանող է ընդունվել ագրարային համալսարան։ Ամսական 70,000 դրամ կրթաթոշակ են ստանում երկրորդ տարվանից սկսած իհարկե առաջադիմության շեմի գործադրմամբ։ Մենք ագրարային համալսարանում միանգամից մի քանի ծրագրեր ենք մեկնարկել, այդ թվում մասնավորի հետ համագործակցությամբ, ֆրանսիական կողմի հետ ենք սերտորեն աշխատում
եւ հիմա ֆրանսիական հեղինակավոր բուհի հետ նաեւ agrarային համալսարանի ուրեմն համատեղ գործակցության ծրագրով ենք առաջ գնում, որը թույլ է տալու, որ միջազգային մրցունակ մակարդակի ուրեմն գյուղատնտեսության մասնագետներ ունենանք, բայց ես նաեւ ձեզ մի բան պիտի ասեմ։ Agrarային ոլորտի մասնագետները միայն բուհական կրթությամբ չէ, որ պիտի լինեն։ Եվ քոլեջային կրթության այն ցուցանիշները, որ ես նշեցի, 15000 ուսանողներ, որոնք ընդունվել են անցյալ տարի։ Եվ այստեղ էլ 50000 դրամ կրթաթոշակը գործում է նաև գյուղատնտեսության ուղղությամբ եւ մենք այնտեղ անգամներով աճ ունենք երեխաների թվի, որոնք ընդունվում են սովորելու են մասնագիտությունները, որոնք հետագայում կարող են կիրառել։ Եվ այսօր էլ ունենք իրավիճակ, որ agrarային համալսարանի շրջանավարտները ուսումնառության ընթացքում աշխատանքի են անցնում։ Արձագանքեք մնացածը, եթե ինչ-որ բան բաց մնաց կպատասխանեմ։ Տիկին Անդրեասյան, ես կուզեմ կոնկրետ թվերով ասեք, այսքան մասնագետ ա եղել, դե կլինի այդ քոլեջներից, կլինի այդ agrarայինից ինձ համար այդքան էլ էական նշանակություն չունի, այդ մեկ, երկրորդը ինչի համար եմ ասում, որովհետև ես ամիսներ առաջ ձեզ դիմել էի կոնկրետ խնդրանքով, ժամանակս չի հերիքի, ասեմ, խնդրանքի ինչ էր, կապված մեր սպորտսմենների հետ, եւ մինչեւ հիմա դրա պատասխանն չեմ ստացել, այսինքն փորձել եմ ձեզ հետ կապնվել, էլի չի եղել, նենց չի որ հենց նենց ենք ասում, հիմքեր կան ասելու։ Եվ այդ հաջորդ հարցս հետեւյալն է, արդյոք ձեր ձեռքի տակ կան տվյալներ, թե մեր ուրեմն մանկավարժներից որ ինչքան տոկոսն է, որ օրինակ մինչև 120,000 դրամ ստանում, ինչքանն է ավերստամ, եթե ես չեմ լսել, խնդրում եմ ներեք ինձ, բայց եթե հնարավոր է, մի հատ հնչեցրեք էլի այդ թվերը, ուսուցիչների աշխատավարձի թվերը, որովհետև որ շփվում ես ուսուցիչների հետ, մեծամասամբ ասում են մենք առավելագույնը 80-90,000 դրամից մինչև 140,000 դրամ ենք ստանում։ Պարոն Դանելյան, մի հարցի մեջ մի քանի հարց եք տալիս, ժամանակն էլ շատ սահմանափակ է դրան արձագանքելու, բայց եկեք ես ուսուցիչների մասով սկսեմ եւ հետո ձեր մյուս հարցերին գամ։ Ուրեմն ուսուցիչը կարող է այդքան աշխատավարձ ստանալ, այո։ Կարող է այդքան աշխատավարձ ստանալ, եթե լրիվ դրույքով չի աշխատում, եթե որոշել է չգնալ կամավոր ատեստավորման եւ չօգտվել պետության ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։ Եվ հետեւաբար մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը, որտեղ ուսուցչի մասնագիտությունը առաջին հերթին մեր երեխաների կրթության մասին է, եւ պետությունը պիտի լավ վարձատրի այն մասնագետին, որի պարագայում վստահ է, որ այդ մասնագետը լավ կրթություն է տալիս մեր երեխաներին։ Սա արդար համակարգ է։ Ուսուցիչները մասնակցում են պետության ստեղծած գործիքակազմին եւ ստանում են այն վարձատրությունը, որին արժանանում են։ Ու այդ հնարավորությունը կա բոլորի համար եւ իմ բերած թվերը դա են ցույց տալիս։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների շուրջ 80%-ը հաջողությամբ է հաղթահարել ատեստավորումը։ Նրանք պատրաստվում են, նոր են գալիս։ Եվ այս աշխատավարձերը շատ իրատեսական են այն մարդկանց համար, ովքեր աշխատում են իրենց վրա։ Ուսուցիչը այլ կերպ չի կարող լինել։ Մնացած հարցերին երևի առանձին կանդրադառնամ, ժամանակը չի հերիքի։ Շնորհակալություն։